Հարկային ապարքների կանխարգելումը արդյունավետ հարկային վարչարարության կարևոր ուղղություններից է։ Հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը թույլ է տալիս ապահովել պետական բյուջեի կայուն եկամուտները, կանխել ապարքների կուտակումն ու ձևավորել վստահելի հարկային միջավայր։ Հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը յուրաքանչյուր հարկվճարողի պարտականությունն է։ Եթե օրենքով սահմանված ժամկետում հարկը չի վճարվում, ապա ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ 0.075%-ի չափով։ Տույժը հաշվարկվում է մինչև պարտավորության ամբողջական կատարումը, բայց ոչ ավելի քան 730 օրվա համար։ Եթե հարկ վճարողը սահմանված ժամկետում չի կատարում իր հարկային պարտավորությունը, հարկային մարմինը կիրառում է օրենքով նախատեսված ապահովման միջոցներ։ Միաժամանակ որոշ դեպքերում օրենսդրությունը նախատեսում է նաև ավելի ճկուն կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս փուլային եղանակով մարել կուտակված ապարքները։ Եթե հարկ վճարողի պարտավորությունը կազմում է 2 միլիոն դրամ եւ ավելի, վճարել է պարտավորության առնվազն 20%-ը եւ բավարարում է օրենսդրության մյուս պահանջներին, ապա ապահովման միջոցը կարող է փոխանցվել գույքի ապահովման այլ միջոցներով։ Գույքի գրավի պայմանագիրը, որի դեպքում կնքվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց, բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրված երաշխիքները։ Այս կարգավորումները հնարավորություն են տալիս հարկ վճարողին իր պարտավորությունները կատարելու 9 ամսվա ընթացքում։ Սակայն արդյունավետ հարկային վարչարարությունն արդեն ձևավորված ապարքների գանձումը չէ միայն։ Առավել կարևոր է կանխարգելել նոր ապարքների գոյացումը։ Այդ նպատակով պետական եկամուտների կոմիտեն ներդնում է հարկ վճարողների հետ փոխգործակցության նոր մեխանիզմներ։ Դրանցից մեկը հուլիսի 1-ից ուժի մեջ մտած չվճարված հարկային պարտավորությունների իրազեկման եւ գանձման նոր ընթացակարգն է։ Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին ուղարկվում է հիշեցում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միևնույն ժամանակ հիշեցմամբ առաջարկվում է հարկ վճարողին 7 օրացուցային օրվա ընթացքում առկայության դեպքում գրավոր ներկայացնել առարկություններ։ Նշված առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ հարկային մարմինը կատարում է ուսումնասիրություն, ապահովելով հարկ վճարողի լսված լինելու իրավունքը։ Եթե հարկ վճարողի ներկայացրած առարկությունները հիմնավոր են, ապա վարույթը համարվում է կարճված եւ այդ մասին նա ծանուցվում է։ Իսկ այն դեպքում, երբ հիշեցումից հետո եւս հարկային պարտավորությունը չի կատարվում, իսկ առարկությունները չեն ընդունվում կամ չեն ներկայացվում, ապա պարտավորության չկատարման շարունակականությունը կարող է հանգեցնել նաև հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառման, այդ թվում բանկային հաշիվների եւ գույքի նկատմամբ արգելանքի։ Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում կատարել հարկային պարտավորությունները ժամանակին եւ ամբողջական։ Սա թույլ է տալիս խուսափել լրացուցիչ ծախսերից եւ վարչարարական գործընթացներից։ Նաև ձևավորում է հարկ վճարողի եւ հարկային մարմնի միջև կանխատեսելի եւ վստահելի հարաբերություններ։ Այսպիսով նոր կարգավորումները միտված են նրան, որ հարկ վճարողները ժամանակին տեղեկանան իրենց հարկային պարտավորությունների մասին, դրանք կատարեն օրենքով սահմանված ժամկետներում եւ չկուտակեն նոր ապարքներ։